Նախ տարբերակենք, որ ունենք բուժման կոնսերվատիվ միջոցներ եւ վիրահատական, հա, եթե խոսում ենք կոնսերվատիվ միջոցների մասին, ապա դրանք կարող են լինել թե օրալ հակաբեղմնավորիչները, թե հորմոն փոխարինող պրեպարատները, թե էստրոգեն ճնշող պրեպարատները, եթե խոսում ենք օրալ հակաբեղմնավորիչների մասին, ապա այո, իրանց կողմնակի ազդեցության մեջ նշում ենք, որ կարող է լինել սեռական ցանկության լիբիդոյի նվազում, հա, այս դեպքում արդեն իհարկե դիմում ենք ձեզ, դուք մեզ այդ հարցում օգնում եք, եթե միակ մեթոդը դա է բուժման։ Շատ կանայք հրաժարվում են հորմոնալ պրեպարատներից եւ մենք նրանց նշանակում ենք տարբեր ֆիտոպրեպարատներ, որոնք որ էլի կարելի է նշանակել միոմաների ժամանակ։ Բուսական պրեպարատներ։ Այո, սրա հետ մեկտեղ պարտադիր կարգավորում ենք քաշը, մետաբոլիկ համախտանիշը եւ հարակից առաջացող խնդիրները, մասնավորապես անմիզապահությունը, կլինի դա պրեպարատներով, թե կլինի տարատեսակ տեղային միջամտություններով։ Կարգավորում ենք նաև հեշտոցի չորության հարցը, որը որ փառք Աստծո հիմա տարբեր, ուրեմն, թե մոմիկներով, թե այլ մեթոդներով կարելի է այդ խնդիրը լուծել եւ ուրեմն նպաստել հեշտոցի խոնավության բարելավմանը։